Պարոն Նորիկյան, Նիկոլ Փաշինյանը իր այս հակակաթողիկոսական արշավի շրջանակներում հայտարարում է, որ ինձ պետք չէ կաթողիկոս, որ ենթարկվի ինձ պետք է կաթողիկոս, որ չենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտի եւ ամենօրյա ռեժիմով չզեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին։ Սա այս փուլում այս իրադարձությունների վարչապետի թերևս ամենաուշագրավ հայտարարությունն է այն բանից հետո, որ կաթողիկոսը զավակ ունի։ Սա ինչ է նշանակում։ Սա Նիկոլ Փաշինյանն ուղղակի իրավիճակն է սրում, թե ինֆորմացիա կա, որ կաթողիկոսը ինչ որ հատուկ ծառայության օտար հատուկ ծառայության լեյտենանտների է զեկուցում։ Եվ նա ոչ միայն դա ուշադրություն շեղով կամ որակապես նոր բովանդակություն պարունակող տեղեկություն է, դա սկանդալ է, բայց դա ոչ թե մամուլի ասուլիսի մակարդակի արվող հայտարարություն է, եւ եթե այդպիսի տեղեկություններ առկա են, ակնհայտ է, որ դրան պետք է հետևեր որոշակի իրավական գործընթացներ, այսինքն երբ որ վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ ամենայն հայոց կաթողիկոսը ազգային անվտանգության սպառնալիք է, իսկ ազգային անվտանգության սպառնալիքը չեզոքացնելուն միտված Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կոնկրետ իրավական ընթացակարգ է սահմանում, քրեական հետապնդման, չգիտեմ, տարբեր իրավական ներգործության միջոցներ։ Եվ եթե այդ ամենը չի հետևում այդ իրավական ներգործության միջոցները, ակնհայտ է դառնում, որ այս ամեն ինչը վերածվում է պարզապես քարոզչական գործիքի։ Բան կա ասելու, նման տեղեկություններ ունեք, նման փաստերի եք տիրապետում, նույնիսկ եթե այդպես լիներ կամ այդպիսին է, ուրեմն այս հարցը կարելի էր այլ կերպ լուծել, բայց եթե այլ կերպ չեք լուծել, փորձում եք հարցը լուծել հրապարակային դաշտում, դուք շարքային քաղաքացի չեք կամ պրոֆեսիոնալ լրագրող չեք, որ փաստ եք հայտնաբերել ու սենսացիոն ինչ-որ լուր եք փորձում տարածել ձեր լրատվամիջոցի հեղինակությունը բարձրացնելու համար։ Դուք երկրի գործադիր իշխանության ղեկավար եք, ձեր գործողությունները պետք է բացառապես բխեն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից եւ օրենքներից։ Ճշմարտություն կա այդ ասացի մեջ։ Ես չեմ կարող ասել, ես անկեղծ ասած ես չեմ կարող ասել, թե Փաշինյանը ինչ է ասում։ Ճշմարտություն կա, ճշմարտանման է, զրպարտություն է, կատարյալ սուտ է։ Ես չեմ կարող անկեղծ ասած այդ տեղեկատվության վերաբերյալ որևէ ուրեմն կողմ կամ դեմ բնույթի պատասխան տամ, որովհետև իսկապես ես չեմ տիրապետում նման տեղեկատվության։ Եթե կրկնում եմ Փաշինյանը նման հրապարակում է անում, ենթադրաբար նա ինքը պետք է ունենա որոշակի հրապարակներ, բայց այդ տվյալներ, բայց այդ հրապարակումները, այդ տվյալները ոչ թե մամուլի ասուլիսի համար են, այլ կոնկրետ իրավական ընթացակարգ ենթադրող գործողություններ։ Այդ դեպքում, եթե Փաշինյանը իր գործունեությամբ ապացուցել է, որ ոչ մի կարմիր գիծ իր համար գոյություն չունեն, եւ եթե այս պայդրությամբ 4 սրբազաններ կալանավորված են եւ տարբեր մեղադրանքներով գտնվում են անազատության մեջ, ընդ որում մեկի ճակատին դաջված է ահաբեկչի խարանը, մյուսինը ընտրական իրավունք խոչընդոտելուն, մյուսինը թմրամիջոց իրացնողի, մյուսինը ուրեմն իշխանությունը բռնի կոչերով բռնի մեթոդներով հեռացնելու կոչ անելու, ուրեմն հիմքերով ինչն է խանգարում, որ միանգամից, այսպես ասած, գայլին թակարդը գցելուն ուղղված գործողություն իրականացվի։ Այսինքն, բայց կներեք, այստեղ ֆունդամենտալ առումով լրիվ ուրիշ խնդիր է լուծվում։ Անկախ նրանից Փաշինյանը պայքարում է ամենայն հայոց կաթողիկոսի դեմ, նրա պայքարի արդյունքում կազմաքանդվում ու հեղինակազրկվում, ստորացվում է հայ առաքելական եկեղեցին։ Ինչպիսի բացատրություններ, ինչպիսի պատճառաբանություններ են ներկայացնեն, որ իրենց պայքարը հայ առաքելական եկեղեցու դեմ չէ, ակնհայտ է, որ իրենց գործողությունների արդյունքում հայ առաքելական եկեղեցում սկսվել է երկպառակության, խառնակցության մի ամբողջ էպոխա, որը չի ուժեղացնելու։ Ընդ որում ասեմ ձեզ, քանդելով ոչինչ չեն կառուցելու, առավել ևս ավերակների վրա հնարավոր չի ղեկավարել, ընդ որում ավելին ասեմ, հայ առաքելական եկեղեցին քանդելով ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելով իշխանությունը, եթե հույս ունի, որ ինքը ուժեղանալու է, սա եկեղեցու դեմ է, թե կաթողիկոսի։ Չափից դուրս սխալվում է, ընդ որում քիչ առաջ ասեցի, որ նույնիսկ եթե սա անձնավորված պայքար է, սրա արդյունքում տուժում է հայ առաքելական եկեղեցին։ Սա նույնն է, ոնց որ ասեմ, ես չեմ պայքարում իշխանության դեմ, ես պայքարում եմ Նիկոլ Փաշինյանի դեմ կամ հակառակը, սա անտրամաբանական է։ Տարբեր հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող հոգևորականներ, թե չէ։ Ես չեմ կարող ասել, ես չգիտեմ Փաշինյանը ինչ տեղեկատվական բազայի է տիրապետում, կրկնում եմ, եթե ինքը տիրապետում է նման տեղեկատվական բազայի եւ այդ տեղեկատվական բազային տիրապետելուց հետո հրապարակավ հայտարարում է, որ ամենայն հայոց կաթողիկոսը ազգային անվտանգության սպառնալիք է, ես մի բան գիտեմ։
Եթե ես լինեի վարչապետ, եթե իմ երկրում, այն երկիրը, որի գործադիր իշխանության ղեկավարը ես եմ, կա մի սուբյեկտ, կա մի օբյեկտ, որը ազգային անվտանգության սպառնալիք է, այդ ազգային անվտանգության սպառնալիքը չեզոքացնելուն միտված իրավական գործընթաց պետք է մեկնարկի։ Եթե Փաշինյանը իրավական գործընթաց չի մեկնարկում Հայաստանի Հանրապետությունում գործող, գոյություն ունեցող ազգային անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու գործում, կամ այդ տեղեկատվությունը սուտ է եւ ընդհանրապես պարունակում է քարոզչական էլեմենտ, փորձում է իր նպատակին հասնելու համար նման տեղեկություններ սպրդելով համոզմունք կամ իր կողմնակիցների թիվը ավելացնել ընդդեմ ամենայն հայոց կաթողիկոսի, կամ իր ներուժը չի ուրեմն բավարարում նման ազգային անվտանգության սպառնալիքը չեզոքացնելու համար, կամ բոլորովին այլ խնդիր է լուծվում։ Եվ ընդ որում խնդրում եմ նկատի ունեցեք, որ հաջորդ հարցն է առաջանալու, որ երկրի հատուկ ծառայությունների լեյտենանտին է ծառայում կամ ամենօրյա ուրեմն պարբերականությամբ զեկուցագրեր է ներկայացվում, արդյոք այդ երկրի հետ կամ այդ երկրների հետ ուրեմն խնդիրներ չեն ծագելու։ Հաջորդ հարցն է առաջանում, որտեղից նման տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության վարչապետին նման ուրեմն մակարդակի տեղեկատվություն, ինչ գործիքակազմ է կիրառվել, Հայաստանի հատուկ ծառայություններն են գործադրել համապատասխան ջանքեր։ Հաջորդ հարցն է առաջանում, իր կողմից ձեռբերված տեղեկությունները արդյոք Հայաստանի Հանրապետության քրեական օրենքով արգելված գործողություններ չեն, եթե Հայաստանի Հանրապետության օրենքով, քրեական օրենքով արգելված գործողություններ չեն, ինչու մինչև առ այս պահը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը օրենքով սահմանված կարգով, ընդ որում իր պարտականությունների կատարման համատեքստում չի հարուցել քրեական հետապնդում եւ համապատասխան ցուցում չի տվել նախաքննություն իրականացնող մարմնին համապատասխան նախաքննություն իրականացնելու համար։ Այսինքն, եկեք անկեղծ խոսենք, ես իդեմս վարչապետի լսել եմ շատ պատասխանատու հայտարարություն, որ Հայաստանի Հանրապետությունում մշտապես գործող ամենայն հայոց կաթողիկոսը ազգային անվտանգության սպառնալիք է։ Հարց, Նարեկ, խելացի մարդ եք, ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող սուբյեկտի նկատմամբ ինչպիսի ներգործության միջոցներ պետք է ձեռնարկի Հայաստանի Հանրապետությունը։ Օրենքով սահմանված բոլոր միջոցները այդ սպառնալիքը չեզոքացնելու համար։ Եվ եթե մինչև առ այս պահը այդ սպառնալիքը չեզոքացված չէ, ես չգիտեմ, նախ պետք է հասկանանք այդ գնահատականը որքանով է տեղին, երկրորդը ինչու է նման ձևակերպում արել Հայաստանի Հանրապետության վարչապետը, երկրորդը, ուրեմն մենք գործ ունենք լրիվ ուրիշ գործընթացի հետ։ Ի վերջո, ես գտնում եմ հետևյալը, ուզում եմ անկեղծ լինենք, Նիկոլ Փաշինյանի գործունեությանը ծանոթ լինելով եւ նրա վարած քաղաքականությանը ամենօրյա ռեժիմով ականատես լինելով, ես խորապես համոզված եմ, նա գնալու է մինչև վերջ իր նպատակին հասնելու համար։ Ինչ նկատի ունեք։ Այսինքն, ընդհանուր մինչև կաթողիկոսին հեռացնելու գործընթացում նա ոչ մի ետ քայլ չի անելու, այսինքն կոմպրոմիս գոյություն չունի։ Սա ակնհայտ է, թե դրա արդյունքում հայ առաքելական եկեղեցին ամբողջությամբ կկազմաքանդվի, չգիտեմ, մեր ժողովուրդը կմասնատվի մի քանի մասերի, չգիտեմ ինչ կլինի, բայց ինքը այս առումով ոչ մի քայլ չի անելու, հետքայլ չի անելու։ Տեսեք, վերջի շրջանի իր վերջի 5-6 ամիսների ընթացքում ինքը մի վարքագիծ դրսևորեց ամեն կիրակի օրերին ինչ-որ պատարագներ է կազմակերպում, ես չգիտեմ կամ ինքը այդ մակարդակի հավատավոր է, կամ էլ նոր են այդ նման դրսևորումները, բայց այս ամեն ինչի արդյունքում ինչ է արձանագրվել։ Փաստը նա է, որ մի քանի եպիսկոպոսներ ըստ էության դուրս են եկել ամենայն հայոց կաթողիկոսի ենթակայության տակից։ Այսինքն ինձ համար ակնհայտ է, որ հայ առաքելական եկեղեցին այլևս առնվազն այդ մասով կազմալուծված է, հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ գահակալը այլևս ամբողջությամբ չի տիրապետում հայ առաքելական եկեղեցու ուրեմն գերիշխանությանը, այսինքն հոգևոր աշխարհին ամբողջովին չի տիրապետում, որովհետև առնվազն 10 եպիսկոպոսներ չեն ընդունում նրա գահակալությունը։ Հետևաբար, ես նաև որպես իրավաբան վերջի 1-10 օրվա ընթացքում անկեղծորեն եմ ասում, ամբողջովին ուսումնասիրել եմ հայ առաքելական եկեղեցու կարգավորումները։ Ընդ որում ես այս վերջերս հանդես եկա մի առաջարկով, իհարկե ես կարծում եմ, որ այդտեղ էլ քննարկելու բան կա, բայց այնուամենայնիվ ես գտնում եմ, որ եկեղեցու շուրջ ձևավորված ճգնաժամը ի վերջո պետք է հաղթահարվի։ Իսկ հաղթահարումը բացառապես գտնվում է ամենայն հայոց կաթողիկոսի ձեռքում, նրա վեհարանում,
որովհետև ես ուսումնասիրելով ազգային եկեղեցական ժողովի կանոնադրությանը հանգեցի հետևության, որ եթե ամբողջ հայ առաքելական եկեղեցու հոգևորները, եպիսկոպոսները, աբեղաները, սարքավակները, քահանաները, արքեպիսկոպոսները դուրս գան ամենայն հայոց կաթողիկոսի դեմ, որևէ մեկը չկա որևէ կանոնական ինչ-որ նորմ, որը կստիպի ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնել, եթե դա չի ցանկանում ամենայն հայոց կաթողիկոսը։ Կամ այլ կերպ ավելի կոպիտ ասեմ, ուզում եմ 10 հատ Նիկոլ Փաշինյան լինի, եթե Գարեգին բեն չուզենա իր աթոռը զիջել կամ հրաժարական տալ, ցանկացած գործընթաց լինելու է ոչ լեգիտիմ, ապօրինի հակա սահմանադրական, հակա եկեղեցական կանոնադրության։ Հետևաբար ճգնաժամը հաղթահարելու մի միջոց եմ ես տեսնում եւ առաջարկում։ Տեսեք, 2021 թվականին իհարկե համատությունը մի փոքր այլ է, բայց բովանդակային առումով գրեթե նույն հանգուցալուծումն է ենթադրում։ Տեսեք, 2021 թվականին Արցախյան աղետալի պատերազմից հետո քաղաքական դաշտում ստեղծվել էր ճգնաժամ։ Այդ ճգնաժամը հաղթահարելուն միտված Նիկոլ Փաշինյանը քայլ արեց, ասեց ես ներկայացնում եմ հրաժարական, գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում լավ, վատ, ճիշտ, սխալ լրիվ ուրիշ քննարկման առարկա է, բայց արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան եւ այդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Փաշինյանը վերընտրվեց։ Հիմա նույն սցենարը ես առաջարկում եմ եկեղեցու շուրջ ձևավորված ճգնաժամը հաղթահարելու համար։ Տեսեք, ազգային եկեղեցական ժողովի կանոնադրությամբ ազգային եկեղեցական ժողովն է բացառապես ընտրում ամենայն հայոց կաթողիկոսի։ Մնացած որևէ հոգևոր մարմին, դա կլինի եպիսկոպոսատ ժողովը, դա կլինի հոգևոր մարմինը։ Առաջարկում եք կաթողիկոսը հրաժարական։ Այ նորից առաջադրվի, ընդ որում իրեն հնարավորություն տրվի նորից արտահերթ եկեղեցական ժողով հրավիրի ինքը, որովհետև 7 տարին մեկ է հրավիրվում հերթական ազգային եկեղեցական ժողովը եւ ընդ որում արտահերթ ազգային եկեղեցական ժողով կարող է հրավիրել բացառապես կաթողիկոսը, ուրիշ ոչ մի հոգևոր մարմին նման լիազորություն չունի։ Ավելին ասեմ ձեզ, ազգային եկեղեցական ժողովի կողմից ընդունված որոշումները ուժի մեջ են մտնում բացառապես ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հաստատվելուց հետո։ Այսինքն մի իսկապես ուղղահայաց բրգաձև համակարգ է գործում եկեղեցում, ընդ որում ես կողմնակից եմ, որ այդ ազգային եկեղեցական ժողովի կանոնադրությունը ենթարկվի փոփոխությունների։ Հետո ինչ անի, բայց այդ բանը սցենարը ներկայացրեք։ Սցենարը հետևյալն է, որ հիմա եկեղեցու շուրջ ձևավորված ճգնաժամը հաղթահարելու հրաժարական է տալիս, հրավիրում է արտահերթ ազգային եկեղեցական ժողով, ազգային եկեղեցական ժողովի օրակարգում ներառելով նոր ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարց, ընդ որում բոլորը այն թեկնածուները, որոնք ցանկություն ունեն կամ իրավունք ունեն առաջադրվելու ամենայն հայոց կաթողիկոսի ուրեմն պաշտոնում, ինքն էլ է առաջադրվում եւ իսկապես եթե մեր հոգեվոր դասը կընտրեն գործող կաթողիկոսին, կարծում եմ ճգնաժամը կհանգուցալուծվի։ Կընտրեն նոր կաթողիկոսի, ելի ճգնաժամը կհանգուցալուծվի։ Այստեղ շատ կարևոր է, որ իշխանությունը ձեռնպահ մնա որևէ գործողություն իրականացնելու։ Բայց նա ցմա է ընտրվել, ինչի պետք է մի հատ լրացուցիչ վստահության հանրակրվե, այսպես ասած, իրականացվի։ Կրկնում եմ, ուրեմն ընդունում եք, որ խնդիր ունի, նախընտրահարույց մարդ է։ Լավ է, վատ է, ճիշտ է, սխալ է, ստեղծվել է մի իրավիճակ, որը ոչ թե ես Նիկոլ Փաշինյանի գործողություններին ձեռնպահ մնալու առումով եմ սա ասում, այլ հակառակը, ես այս առաջարկությունը չէի անի, եթե Նիկոլ Փաշինյանի գործողությունների արդյունքում եկեղեցու ներսում երկպառակություն չառաջանար։ Փաստը նա է, որ այս գործողությունների արդյունքում եպիսկոպոսած դասի մի որոշ հատված արդեն իսկ չեն ընդունում ամենայն հայոց կաթողիկոսի գահակալությունը, այսինքն եկեղեցու ներսում ստեղծվել է մի իրավիճակ, երբ հիերարխիկ իշխանությունը չի աշխատում, հետևաբար արկա է իսկապես ճգնաժամ եւ չի բացառվում, որ ամեն շաբաթ այդ եպիսկոպոսների շարքը ավելի ստվարանա եւ եւս այլ եպիսկոպոսներ միանան, եւս այլ քահանաներ միանան, բայց կրկնում եմ, ես ծանոթանալով ազգային եկեղեցական ժողովի կանոնադրությանը հանգել եմ հետեւյալ հետեւությանը, որ նույնիսկ եթե բոլոր հոգեվորականները դուրս գան ամենայն հայոց կաթողիկոսի դեմ, հիմա լավա, վատա, ճիշտա, սխալա, նման կանոնադրություն է գործում։ Ամենայն հայոց կաթողիկոսին
ձեր իսկ նշած ցմա ընտրված ամենայն հայոց կաթողիկոսին չեն կարող պարտադրել հրաժարական, եթե ինքը չտա այդ հրաժարականը։ Հիմա ես ելնում եմ այն կախավարկածով, որ ամենայն հայոց կաթողիկոսը հրաժարական չի ներկայացնելու եւ որևէ պարագայում իր գահը չի զիջելու որևէ մեկին, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ արկա է այս ճգնաժամը, ես որպես Հայաստանի Հանրապետության մտավոր քաղաքացի ես լուծում եմ առաջարկում ամենայն հայոց կաթողիկոս, եթե դուք իսկապես վստահ եք, որ դուք վայելում եք ձեր հոգևոր դասի հեղինակությունը, վստահությունը, սերն ու հարգանքը, ինչու՞մն է ապա խնդիրը։ Եթե դուք ապացուցելու բան ունեք, ապացուցեք, որ դուք այս փուլում պատրաստ եք շարունակելու ամենայն հայոց կաթողիկոսի գործառույթները իրականացեք, բոլորին էլ մատարեք առաջինը հենց Նիկոլ Փաշինյանին։ Դրեք արդար եկեղեցական ժողով հրավիրեք, առաջ դրեք ձեր եւ կընտրվեք, սա է խնդիրը։ Պարոն Նորիկյան, Նիկոլ Փաշինյանը իր պատարակները որ գնում է, պարզում է ԱԱՑ-ի աջակցությամբ է գնում, այն է, որ ԱԱՑ-ն գնում է հոգևորականների հետ հանդիպում է, ասում է, որ կաթողիկոսի անունը մի տվեք, Նիկոլ Փաշինյանն ասում է, դե դա պայմանավորված է նրանով, որ ոչ թե ԱԱՑ-ն իր գործառույթներով է անցել գործի, այլ որ դե հոգևորականի հետ ԱԱՑ-ը այս ծառայողն է։ Մի ծառայող Մեղմ ասած Նիկոլ եթե ազգային անվտանգության ծառայության աշխատողները կատարել են Նիկոլ Փաշինյանի հրամանը, ուրեմն այդ հրամանը ակնհայտ ապօրինի է եւ չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից, այն պարզ պատճառաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները եւ դրանց պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ որևէ հոդվածում դուք չեք գտնի մի դրույթ, նորմ, որը Հայաստանի Հանրապետության վարչապետին նման իրավասություն վերապահած կլինի։ Նիկոլ Փաշինյանը այդ առումով գերազանցում ու չարաշահում է իր լիազորությունները եւ կատարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված արարքներ։ Բայց սա իրավական տեսանկյունից, իզուտ քաղաքական, մարդկային, բարոյական, եկեղեցական, նաեւ մեր համակեցության ընդհանուր կանոններից ելնելով, սա չլսված ուրեմն բառ չեմ կարող գտնել, չլսված աղաղակող սենսացիա է, երբ որ երկրի գործադիր իշխանության ղեկավարը խոստովանում է, որ իր ուղակի հանձնարարությամբ, իր օգնականը, ԱԱՑ տնօրենության ներքո գտնվող այս կամ այն հատուկ ծառայության աշխատակիցը իրականացնում է իր լիազորություններից չբխող, իր գործառույթներից դուրս եկեղեցու գործունեությանը միջամտող ակնհայտորեն հակաօրինական եւ հակաեկեղեցական քայլ։ Ընդ որում, այստեղ կներեք, ես Բայց ասում եմ, պաշտոնը չեն գնում։ Ծանոթ է հոգևորականի հետ, խնդրում են գնում է։ Նարեկ, ես մի բանից եմ ավելի շատ վրդովված Նիկոլ Փաշինյանի գործունեությունից, շատ բաներից, բայց ինձ համար ամենից զայրացուցիչը, որ ինքը մեր ժողովրդին կատարել ապուշի ու հիմարի տեղ է դնում, չի կարելի սա, ուղղակի չի կարելի։ Չի կարելի լրագրողների նման ապուշի հիմարի տեղ դնել, ի վերջո լուրջ դեմքով երկրի գործադիր իշխանության ղեկավարից ինչ է նշանակում քո օգնականը քանի գլուխ ունի կամ ԱԱՑ-ի աշխատակիցը քանի գլուխ ունի, որ ընկերական առանց քո գիտության կամ առանց քո հանձնարարության գնա ինչ-որ Շիրակի թեմի որևէ հոգևորականի, հորդորի, խնդրի, աղաչի, պաղատի, ոտերն ընկնի, չգիտեմ, կոշիկները լիզի ու ասի գիտեք ինչ կա, պատարակին մի ներկայացեք, պատարակ իրականացնելիս կաթողիկոսի անունը մի օգտագործեք։ Սա գիտեք ինչ, ես չգիտեմ Նիկոլ Փաշինյանների պատկերացումները որոնք են, չնայած շատ բաները արդեն իսկ բարձր, բայց իմ խնդրանքն ու պահանջն է, մեր ժողովրդին հիմարի ապուշի տեղ մի դրեք։ Մեր ժողովուրդը ինչքան էլ որ այսօր ջարդված է, նաև ձեր գործողությունների Բայց գուցե ԱԱՑ-ն բոլոր քրիստոնյաների խնդրանքն է կատարում, պարոն Նորիկյան։ Թե բացառվում է։ Բացառվում է, որ դուք օրինակ դուք բոլոր քրիստոնյաների մեջ դուք մտնում եք, չէ՞, օրինակ ես էլ եմ մտնում, ասենք դուք ինչ եք մտածում, եթե ես հիմա մի հատ հանձնարարական տամ ԱԱՑ տնօրենին, ասեմ, այս Կիրակի չէ, վաղը դեկտեմբերի 7-ը, դեկտեմբերի 14-ին ամենայն հավանականությամբ չի բացառվում, որ Կոտայքի մարզում կամ Գեղարքունիքի մարզում պատարակը մատուցվի,
ես կմասնակցեմ, հանձնարարեք ձեր ԱԱԾ-ականներին, որ այդ օրը անպայման 4 անգամ տրվի ամենայն Հաց կաթողիկոսի անունը կամ 7 անգամ Չէ, պետքա խնդրեն, չպետքա պարտադիր։ Խնդրեն ԱԱԾ-ին հիմա մի հատ դիմում գրեմ, ստորագրեմ, փաստաբանական դիմում ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին, որ նկատի ունենալով, որ դեկտեմբերի 14-ին ես Գեղարքունիքի մարզում մասնակցելու եմ պատարագի, խնդրում եմ ձեր ենթականերին հանձնարարեք, որ դրանից 1 օր առաջ խնդրեն Գեղարքունիքի մարզի ուրեմն թեմի առաջնորդին կամ որևէ հոգևորականի, որ իմ պատարագին մասնակցելու ժամանակ կաթողիկոսի անունը չհնչեցվի կամ 7 անգամ հնչեցվի։ Սա ձեռ առնոցի է։ Սա, չգիտեմ, վիրավորանք է մեր ժողովրդի նկատմամբ։ Չի կարելի նման անլուրջ մտքերով ներկայանալ հանրությանը։ Ի վերջո գիտեք ինչ խոսքի արժեքը պետք է առաջին հերթին հենց գնահատի հենց այդ խոսքը արտահայտողը։ Ես կարծում եմ, որ սա վիրավորանք է մեր ժողովրդի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ն ինչ է դարձրել։ Մեկ ասում է գնացեք սատանա բռնեք, վարտագույն բանտիկ փակցրեք, վրաները բաց թողեք։ Մեկ ուղարկում է ՀԴՄ-ների հետևի։ Նիկոլ Փաշինյանը միայն ԱԱԾ-ն չի դարձրել սեփական գործունեության գործիքը, ուրեմն ամբողջ պետությունը Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները։ Օրինակ տեսեք, անկեղծ եմ ասում, երևի չլսված բան է։ Ես երեկոյան մամուլից տեղեկացա, որ ձերբակալվել են նաեւ Գյումրու համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող տեղակալը եւ ինչ-որ բան։ Այսինքն 6 ամիս առաջ նույն Նիկոլ Փաշինյանը գլուխ էր գովում, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցել ժողովրդավարության հերթական հաղթանակը, որ ընդդիմությունը հաղթանակ է տարել տեղական ինքնակառավարման մարմինների ուրեմն ընտրություններում եւ ձևավորել է որակապես նոր իշխանություն, որ դա իրականում ոչ թե ՔՊ-ի պարտությունն է, այլ ՔՊ-ի հաղթանակն է, որ ինքը ձևավորել է նման միջավայր, 6 ամիսը բավարար էր, որ տերորի տապորը այնպես գլխատեր այդ ձևավորված իշխանությունը, որ չգիտեմ քանի տարիներ այդ ձևավորված իշխանության ներկայացուցիչները քրեակատարողական հիմնարկներում ազատության մասին երգեր կերգեն եւ ժողովրդավարության մասին առասպելներ կպատնեն։ Այսինքն այս առումով Նիկոլ Փաշինյանը ամեն օր ապացուցում է, որ իր դեմ խաղ չկա, որ ինքը շատ փութաջանորեն գերազանցում է իր նախորդների բոլոր բացասական ռեկորդները։ Եվ պարոն Նորիկյան, այս ամեն ինչը, որ սկսվել է պետություն կաթողիկոսից, ինչքան ժամանակ է Նիկոլ Փաշինյանը գրում է, բացահայտումներ է անում եւ այլն, սա ինչ վնաս է հասցնում Հայաստանի Հանրապետությանը։ Լսեք, պատարակները ժողովրդին շեղելու, նրա ռազմավարական ֆունդամենտալ խնդիրների լուծումից հեռացնելու լավագույն լուծում են։ Օրինակ, տեսեք, այս վերջի 1 շաբաթվա ընթացքում 2 ռազմավարական հանդիպում է տեղի ունեցել ու ըստ իս շատ կարևոր հանդիպումներ են տեղի ունեցել։ Մեկը Ադրբեջանի Գաբալա քաղաքում հանդիպել են Մեհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆայևի ղեկավարած հանձնաժողովները, եթե ուրիշ որևէ խաղաղ ժամանակ նման հանդիպում տեղի ունենար Գաբալայում, դա սենսացիոն, դա ամպրոպ բաց երկնքի տակ այդպես էֆեկտ կունենար, բայց ոչ մի ուրեմն արձագանք։ Եվ երկրորդ ոչ պակաս ուշագրավ հանդիպում է Գյումրի քաղաքում եւ Թուրքիայի տարածքում գտնվող ինչ-որ բնակավայրում հանդիպել են 2 երկրների պատվիրակությունները հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարները քննարկելու առումով։ Փոխարենը Նիկոլ Փաշինյանը հենց տարածորեն 2 օր առաջ ձեզ տված մամուլի ասուլիսում լրատվամիջոցների կառավարությունում 5-7 օրը այդ ճեպացույցի ժամանակ հաշվետվություն ներկայացներ, թե ի վերջո ինչու 1.5 տարի տեղի չի ունենում սահմանազատում եւ սահմանագծում, ի վերջո երբ է տեղի ունենալու այդ սահմանագծման մեկնարկը, երբ է ավարտվելու, ի վերջո այդ սահմանագծման արդյունքում Ադրբեջանը դուրս է գալու Հայաստանի զավթած տարածքներից թե ոչ։ Խաղաղության պայմանագիրը երբ է կնքվելու, Հայաստանը այլևս որ պահանջն է հաջորդը իրականացնելու, որպեսզի Ադրբեջանի հերթական ախորժակը բավարարվի։ Ի վերջո տարածորեն 3 առաջ օրը թե 3 Ադրբեջանի նախագահը խոսում էր արևմտյան Ադրբեջան ադրբեջանցիների իրենց պատմական հայրենիք վերադառնալու մասին, ընդգծելով դրա հումանիստական բնույթը։ Այդ հարցերին պատասխանելու փոխարեն, ել չեմ ասում մնացած լրջագույն ռազմավարական հարցերի
6 միլիարդ պետական պարտքից 14 միլիարդ հասցնելը, հետո ժողովրդին հրամցնելը, թե դա բանակը ուրեմն վերազինելուն ուղղված է գնաց, սարսափելի սուտ։ Փոխանակ այս հարցերին պատասխանի, հիմա այս մարդը գտել է ժողովրդին զբաղեցնելու ձևը, ամեն կիրակի ինչ-որ խաչակնկվում է, ապաշխարում է, մեղքերին թողություն է տալիս, մեղա է գալիս, ի վերջո պատարակներին մասնակցելը, ապաշխարելը դա մեղքերը զղջալուն միտված գործողություն է։ Մի հատ էլ թող հարցրեք, թե այդ որ մեղքերին է թողություն տալիս, որ մեղքերի համար է Դեռնակ որ հայոյում է, դա մեղ կա, հետո ասում է գնում եմ դրա համար ծնկաչոք ներողություն եմ խնդրում։ Այսինքն դուք մտածում եք, որ Նիկոլ Փաշինյանի վերջի 7 տարվա գործունեության ընթացքում ամենամեծ մեղքը հայելն է։ Հիմա չգիտեմ, սա եւս մեկ անգամ ծաղր է մեր ժողովրդի նկատմամբ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ոչ մի այլ գործունեություն չի իրականացել, որի ընթացքում մեղքեր է գործել եւ ամենամեծ մեղքը հայելն է։ Չգիտեմ, թող հետեւությունը մեր ժողովուրդը անի, բայց իսկապես ես գալիս եմ մի հետեւության, որ ընդհանրապես պետական կառավարումը իջեցվեց շրիշակի մակարդակի։ Քաղաքական բանավեճի մշակույթը, եթե կաղեր, հիմա ընդհանրապես փոշիացվեց։ Ընդհանրապես քաղաքական պայքարի գաղափարաբանությունը արժեզրկվեց։ Հասարակության այդ հաղորդակցության մշակույթը ընդհանրապես պղծվեց։ Այս մարդը ինչ ուզում անում է ժողովուրդ։ Պարոն Օրիկյան, 4-րդ բարձրաստիճան հոգևորականն է կալանավորվել, սա ինչպես եք մեկնաբանում, սա ինչ է նշանակում, իրենք էլ արդեն ենթադրյալ հանցանքներ են գործել, դրա համար են ճաղեր հետևում, թե Նիկոլ Փաշինյանի այս արշավի շրջանակներում է սա։ Ամբողջովին այս արշավի շրջանակներում է տեղավորվում, ես որևէ այլ գնահատական չեմ կարող տալ, ես որևէ հոգևորականի չեմ ճանաչում, նրանց անցած հետագծին ծանոթ չեմ, Արշակ եպիսկոպոս կլինի, արքեպիսկոպոս կլինի, առավել ևս այս վերջի քրեական հետապնդումը եւ կալանավորումը ուղղակի չգիտեք ինչ անուն տակ, պատկերացնում եք քննչական կոմիտեն էլ հաղորդագրություն է տարածում, ասում եք քննչական կոմիտեի նախագահի հրամանով ինչ որ նախորդ տարիների գործեր են ուսումնասիրվել, փոշուց մաքրվել, հանել են ու պարզել են, որ սես տեղի ունեցել։ Ես չգիտեմ, անկեղծ եմ ասում, սա չունի որևէ իրավական բացատրություն չունի, իրավական պատճառաբանվածություն չունի։ Հասկանում եք, խնդիր է դրված Նիկոլ Փաշինյանի կողմից անել առավելագույնը ամենայն հայոց կաթողիկոսին լիկվիդացնելու, չեզոքացնելու եւ նրան գահազրկելու համար։ Եվ այս ճանապարհին կրկնում եմ, չկասկածեք Նիկոլ Փաշինյանը ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու։ Եթե պետք կլինի, ինչպես էր ասում է Տիտղոսային ընդդիմությանը, ասում էր սաղիդ բռնելու եմ, տանեմ լցեմ ԱԱՑ-ի պատվանները, չկասկածեք ինքը դրան էլ ասում էր մամուլի հրապարակումներին, եթե նայեմ, սաղիդ պետքա ԱԱՑ։ Այդ մամուլի հրապարակումների ձեր տերմինով օգտագործեմ, սլիվներն էլ իրենք են տալիս, դուք ձեզ թվում է ինչ են անում, իրենք գցում են շրջանառության մեջ, հետո այդ շրջանառված տեղեկության հիման վրա սկսվում է իրավական գործընթաց, այսինքն ակնհայտ է իրենց գործողությունների տրամաբանությունը, բայց մենք պետք է հասկանանք, այս ամեն ինչին պետք է մի օր վերջ լինի։ Ինձ այլևս չի հետաքրքրում, թե ինչպես է եկել Նիկոլ Փաշինյանը իշխանության, ով է բերել նրան։ Նիկոլ Փաշինյանին կարար իշխանության բերել միայն Սերժ Սարգսյանը իր ղեկավարած գործունեության կամ գործունեության արդյունքով։ Ինձ հիմա առավել շատ հետաքրքրում է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը կհեռանա իշխանությունից։ Ես գնալով համոզվում եմ, որ ընտրական ինստիտուտները, ընտրական պրոցեսները, լեգիտիմ ժողովրդավարական Քոչարյանը գործընթաց է սկսել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, աջակիցների հետ էր քննարկում։ Ասեմ ձեզ, ես գնալով համոզվում եմ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռանալու ուրեմն կամ հեռացնելու օրինական միջոցների ընկալումներում բավականին ուրեմն վտանգավոր էլեմենտներ են դրվում շրջանառության մեջ կամ հասարակության որոշակի սեգմենտի մոտ նման տպավորություն է ձևավորվում, որ այս մարդը օրինական ընտրությունների միջոցով պատրաստ չի լինելու պարտվել եւ հեռանալ։ Հետեւաբար այս առումով ինձ սկսում է արդեն անհանգստացնել կամ հետաքրքրել, թե ինչպես է հեռանալու Նիկոլ Փաշինյանի իշխանությունից։ Վերադառնամ ձեր հաջորդ հարցին։
Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դաշտում գոյության գործունեության նրա հավակնությունների առումով թիվ 1 մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Թիվ 1 Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացրել Ռոբերտ Քոչարյանի գործունեությունը քաղաքական դաշտում։ Սա ինձ համար ակներև է եւ սա ինձ համար քննարկման որևէ հարց չի, ոչ թե աքսիոմա է, այլ ես ձևավորել եմ իմ մեջ համոզմունք, որ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին փաթաթել է մեր ժողովրդի վզին եւ թույլ չի տալիս առողջանալ բացառապես սեփական իշխանության վերարտադրման համար եւ Ռոբերտ Քոչարյանն էլ իր հերթին սպասարկում է Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրման ողջ այս գործընթացին։ Հիմա տեսեք, շրջանառության մեջ են դրել իրենք մի հատ տեսակետ, ընդ որում որ դուք ոնց եք այդ ինչ տրամաբանություն է, երբ որ ասենք մի ֆուտբոլային կամ սպորտային տերմինաբանություն են օգտագործում, որ ինչ որ հաղթող կամ կարողություններ ունեցող մարմնամարզիկին կամ թիմին ասում են դուք դուրս արեք, որպեսզի մենք կարողանանք նոր խաղացող մտնի խաղադաշտ կարողանա խաղալ։ Ես կարծում եմ, որ սա անգրագիտության, քաղաքական անգրագիտության master class է ցուցադրվում, բայց որպեսզի իրենց տերմիններով իրենց բացատրեն, որ դուք վաղուց պետքա վռնդված լինեիք քաղաքական դաշտից եւ ձեր գործունեությանը ոչ թե պետքա ժողովուրդը քաղաքական գնահատական տար իր քվեով, այլ պետությունը, եթե նորմալ պետությունը լիներ, նորմալ իշխանություն լիներ, իրավական գնահատական տալու պայմաններում դուք ընդհանրապես զրկված կլինեիք ընտրելու եւ ընտրվելու իրավունքից, քանի որ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով դատապարտված կլինեիք եւ հիմա օրենքով սահմանված կարգով ձեր պատիժը կկրեիք համապատասխան քրեական հիմնարկում։ Բայց քանի որ հիմա իրենք այդ տերմին են օգտագործում, ես ուզում եմ նույն տերմինաբանությամբ եւ նույն համատեքստում ձեզ պատասխանեմ, դրա իմ ընկալումը։ Լսեք, Մեսսիի նման, Ռոնալդոյի նման աշխարհահռչակ ֆուտբոլիստները եկավ պահը, որ լավ մարզավիճակում էին, լավ կարող էին եւս շարունակել մի քանի տարի իրենց թիմերին խաղալ եւ առաջնորդել չեմպիոնական, ուրեմն այդ վիճակներով շարունակելու իրենց խաղը, բայց իրենք կարողացան ճիշտ պահին դուրս գալ մրցապայքարից, իրենց տեղը զիջելով երիտասարդներին, իրենց տեղը զիջելով հեռանկար ֆուտբոլիստերին, հեռանկարային ֆուտբոլիստերին, որպեսզի իրենք իրենց թիմերը կարողանային հաջողությունների գործընթացը շարունակել։ Հիմա եթե սա շատ հարաբերականորեն ես տեղափոխեմ մեր քաղաքական դաշտ, նույն Ռոբերտ Քոչարյանը, նույն Սերժ Սարգսյանը, տո նույն Լևոն Տեր-Պետրոսյանը, տո նույն 88-ի ամբողջ սերունդը, որ իմ համար արդեն հավաքական պարտության խորհրդանիշի է վերածվել, եթե մի քիչ զսպեին իրենց հավակնությունները, եթե մի քիչ կշտացած լինեին իրենց անցած ճանապարհից, եթե մի քիչ ամոթ ունենային, որ այս ամեն ինչի պատճառը նաև իրենք են, որ իրենք համապարտ Նիկոլի հետ պատասխանատվություն են կրում այս ողբերգության Արցախի կործանման համար, սուս ու փուս կհեռանային քաղաքական դաշտից։ Բայց սրա փոխարեն այս մարդիկ չեն կշտանում, ավելին իրենց գործունեությամբ Նիկոլի լեզուն ավելի են երկարացնում եւ Նիկոլը գտել է սրա ձևը իրենց պայելով քաղաքական դաշտի ուրեմն ափին, երեսին ապահովում է իր իշխանության վերարտադրությունը։ Սա է իրականում խնդիրը։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի կրկին ակտիվանալու եւ կրկին առաջադրվելու հավանականությանը, ես չեմ բացառում, բայց դրանով հանդերձ հետեւյալը, եթե Ռոբերտ Քոչարյանը այդպիսի մտադրություն ունի, ի սկզբանե կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանին դա մեծագույն նվեր է եւ Նիկոլ Փաշինյանը օգտվելու է այդ նվերից եւ օգտագործելու է Քոչարյանին ֆուտբոլի գնդակի նման էլի տաշելու է առաջիկա 6-7 ամիսների ընթացքում, քաղաքական դաշտում տեկտոնական քայլեր տեղի չեն ունենալու, ներկա քաղաքական քարտեզը որոշակի, այսպես ասած, երկրորդական էլեմենտերով փոփոխվելու պայմաններում կրկին մենք ունենալու ենք այն պատկերը, ինչ պատկեր, որ հիմա ունենք։ Այսինքն, էլի Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու է, էլի Ռոբերտ Քոչարյանը լինելու է երկրորդ կամ երրորդ համարը եւ դրանով ավարտվելու է այս քաղաքական պայքարի այս էպոխան։ Կտեսնենք թե 26 թվականից հետո ինչ կլինի։ Կաթողիկոսի շուրջ այս իրադարձություններն էլ նույն խաղի մասն են եւ ինչու ոչ նաեւ համաձայնեցված։ Չի բացառում, բացարձակապես։
ես երբ որ սկսեց այս եկեղեցու դեմ ամենայն հայոց կաթողիկոսի դեմ այս պայքարը, ես առաջներից մեկը հետեւյալ միտքն եմ արտահայտել, որ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ սկսված արշավը պատճառներից մեկն էլ այն է, որ վտանգ է զգացվել եկեղեցու ներուժի կողմից ներուժը օգտագործելու պայմաններում, այսինքն Նիկոլ Փաշինյանը ունի մտավախություն, որ կարող է եկեղեցու ներուժը օգտագործվի Հայաստանի Հանրապետությունում քաղաքական խնդիրներ լուծելու, որպեսզի պայմաններում Չէ, այստեղ ուշադիր լսեք։ Եկեղեցու ներուժը, եկեղեցին ներուժ ունի, եկեղեցին մեր ազգային ամենամեգա Բայց եթե դուք քաղաքականությամբ չեք զբաղվում, ձեր ներուժին չէ քաղաքականության մեջ օգտագործում։ Ասում եմ, ուշադիր լսեք, ասում եմ կարող է օգտագործվել, չեմ ասում եկեղեցու կողմից օգտագործվի, կարող է լինել մարդիկ, պետություններ, աշխարհակաղակական կենտրոններ, չգիտեմ, քաղաքական ուժեր։ Բայց որ աշխարհակաղակական կենտրոնը կարող է մեր եկեղեցու ներուժը օգտագործել։ Կարող է, չեմ բացառում, Ռուսաստանը կարող է այդ պետությունը լինել, այլ պետություններ էլ կարող է լինել։ Բայց ինչպես պետք է Ռուսաստանն օգտագործի։ Այստեղ մնում է հարցը։ Այդ մասին գալիս ենք հարցազրույցի սկզբին հարցին, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը խոսում է։ Ես դրա մասին կարող եմ ենթադրել, կասկածել։ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է ոչ թե կասկածել, այլ փաստերով առաջնորդվել։ Ես կարող եմ ենթադրել, ես կարող եմ վերլուծություն կատարել։ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է գործել օրենսդրության շրջանակներում։ Եվ եթե իմ ասացի մեջ տրամաբանություն կա, իսկ ես ենթադրում եմ, որ կա, Նիկոլ Փաշինյանը պարտավոր է փաստերով խոսել մեր ժողովրդի հետ, ու դա ներկայացնել ժողովրդին։ Սա է խնդիրը։ Իմ ու Նիկոլ Փաշինյանի տարբերությունը հենց դա է, որ ես որպես քաղաքական գործիչ կամ որպես իրավաբան կարող եմ վերլուծեմ ու փաստերը համադրելով հանգել որոշակի հետևությունների, իսկ նա պարտավոր է փաստերի տիրապետման դեպքում գործել իրավական եւ օրենսդրական լիազորությունների շրջանակում։ Շնորհակալություն, պարոն Նորիկյան, հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։